Բաբայանը ուզում եմ որպես փաստաբան անդրադառնալ այդ Գյումրու քաղաքապետարանի շուրջ ամբողջ իրադարձությանը, ձեզ իրավական կոմունիկացիա թե չէ, եւ դուք ասում եք հասավ այնտեղ, ասել եք, որ փաստաբան եք, ավելի բաց ասեք, թիրախավորված եք դուք։ Տեսեք, այդ օրվա հետ կապված իմ համար ամենայն անկեղծությամբ չասեմ զարմանալի էր, բայց աբսուրդի ժանից էր, երբ որ օրինակ կար որոշում ձերբակալելու բերման ենթարկելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, իմ համար առաջի հարցը, որ մինչև այսօր չունի պատասխան, վերաբերում է նրան, թե լավ, ինչի ծանուցում տեղի չի ունեցել, ինչի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին չէին հրավիրել, ուրիշ բան ասեմ, ինչի էր այդ օրը այդքան շատ ոստիկանական մեծ թվով մեքենաներ եւ չասեմ զորք, բայց չափից ավել քանակ ոստիկաններ էին, եթե ճիշտ եմ հիշում, նաեւ ԱԱՑ-ից ունենք բավականին մեծ թվով անձիկ, այս ամենը ավելի շատ վերաբերում էր, չեմ ուզում ասել շոու, բայց կարծես ինչ-որ բեմականացում լիներ, որովհետեւ այդ ամենը տեղի չէր ունենա, եթե Գյումրու քաղաքապետին կանչեին, այսինքն այս ամեն ինչը հնարավոր էր անել առանց աղմուկի, բայց իշխանությունները, ինչպես հասկացանք, ընտրել էին երկրորդ տարբերակը, որովհետև նաև ունենք ձերբակալվածներ Գյումրու ավականու անդամներից, ովքեր կոմունիստական կուսակցության անդամներ են, դրա համար ես ավելի շատ հակված եմ մտածելու, կարծելու, որ այս ամենը ուղղված էր խնդիրը մասսայական դարձնելու ու ամենազարմանալին ու աբսուրդը իմ համար հենց առաջին իսկ պահից, քանի որ ես նաև փաստաբան եմ 2018 թվականից զբաղվում եմ փաստաբանությամբ, նաև հոդվածներն էին զանգվածային անկարգություն, մի տեսակ ես առնվազն այդ ամբողջ ընթացքում հասկանալով նաև թե ինչ է նշանակում զանգվածային անկարգությունը նմանատիպ քայլեր ես չեմ տեսել, չգիտեմ, տեսագրությունները արդյոք առկա են նմանատիպ բաներ թե չէ, բայց ամեն դեպքում հստակ եմ արտարտ դատարանը այս ամենի պատասխանը շատ մոտ ապագայում կտա։ Այստեղ նաև կուզենամ անդրադառնալ այն հարցին, թե իրականում ընդհանրապես կապ չունի անձամբ իմ կալանավորումը, դեպի չգիտեմ գտնվեցի արտիկլ ԿՀ-ում 28 օր, գտնվելու էի 60 օր, թե չգիտեմ 15 օր կամ 8 ամիս, այստեղ հարցն է, որ օրվա իշխանությունները ըստ իս փորձում են նման ճանապարհով մարդկանց վախեցնել, նման քեյսերով, խնդիրներով մարդկանց վախեցնել, որովհետեւ գործողություն չանել,